Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցի հետևորդ է լծվել բարենորոգման եկեղեցու գործին, սակայն ինքը եւ եւս 10 եպիսկոպոս ստորագրեցին այդ հայտարարությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ի պաշտոնե էր որպես վարչապետ։ Արդյոք սա սահմանադրության կարգի խախտում չէ եւ եկեղեցու հարցը չդարձավ ի պաշտոնե քաղաքական հարց։ Ես չեմ կարծում, որ մի մարդ, որ ուզուրպացրել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ մարդուց ազատվելու գործընթացը որևէ կերպ կարող է համարվել սահմանադրության խախտում։ Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, ընտրված վարչապետի պարտավորությունն է հայ առաքելական եկեղեցին ուզուրպացրած եւ այնտեղ գտնվելու իրավունք չունեցող մարդկանց դուրս հանել այնտեղից եւ շատ շուտով դա տեղի կունենա։ Ինչպես է տեղի ունենալու, ասում ենք շատ շուտով, զորով եք հանելու, բռնի ուժով եք հանելու, ճնշումով եք հանելու բեհապարին, որովհետև ինքը ասում է, որ այս պայքարը ըստ էության անարդյուն չի կարող իր եղբայրն է, ով խորհրդային KGB-ի agent է, ապա հերթական անգամ այդ շրջանակներին եւ այդ մարդկանց, ովքեր նրանց հույս են տվել, նրանց սպասում է հիասթափություն, որովհետեւ հավատավոր ժողովուրդը այստեղ է եւ հավատավոր ժողովուրդը ասում է, որ Կտրիչ Ներսիսյանը, ով իրավունք չունի լինել կաթողիկոս, պետք է դուրս վռնդվի վեհարանից եւ դա տեղի կունենա։ Ցանկացած ուզուրպատոր, ով ուզուրպացրել է որևէ իշխանություն, այդ թվում նաեւ հոգեվոր իշխանություն, դա այս ժողովուրդը դա չի կարող հանդուրժել եւ շատ քիչ է մնացել այդ մարդկանց։ Հավատավոր ժողովրդի նաեւ վեհապարի կողքին ենք տեսնում մի աջակցություն նրան։ Կգա օրը կիմանաք։